Այս շաբաթ Անկարան դառնում է տարածաշրջանային դիվանագիտության կենտրոն։ Վաղը հունիսի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հաջորդ օրը հունիսի 20-ին Թուրքիա կուղևորվի նաև Նիկոլ Փաշինյանը, բայց ինչ օրակարգով պաշտոնական տեղեկություն չկա։ Մինչ Փաշինյանը Հայաստանում օրակարգ է թելադրում, հունիսի 20-ի հանդիպման օրակարգը մնում է ստվերում ու անհանգստացնում մասնագետներին։ Ավելի անհանգստացնող է այն, որ Ալիևն էլ է հրավիրված Անկարա։ Եթե իհարկե Էրդողանի մտքով չի անցել Թուրքիայում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում, առնվազն փորձել դա, ապա հնարավոր է պարզապես, որ Ալիևի հրավերը պայմանավորված է նաև ինչ-որ առարկայական քննարկմամբ, որ Էրդողանը նախ կունենա Ալիևի հետ, հետո արդեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումների ու դրանց օրակարգի մասին միայն կանխատեսումներ են անում զրուցակիցներս, ասում են հնարավոր է Թուրքիան օգտվի տարածաշրջանում ստեղծված վիճակից։ Նույն բանի համար են նրանք այնտեղ գնում, պայմանավորվելու Հայաստանի կապիտուլյացիայի, անդառնալի կապիտուլյացիայի և Փաշինյանի իշխանության մնալու երաշխիքների շուրջ, սա է հիմնականը։ Թուրքիայի նախագահի հետ կայանալիք այս հանդիպումները կազմակերպվում են Հարավային Կովկասում խաղաղության մասին խոստումներով, բայց առանց վստահության մթնոլորտի, իսկ եռակողմ հանդիպում նախատեսված չէ, առնվազն պաշտոնական տեղեկություններով։ Հավանական է արդյոք, որ ստորագրվի չարչարկված խաղաղության համաձայնագիրը, Սողոմոնյանը չի բացառում։ Փաշինյանի նպատակն է մինչև ընտրությունները, հերթական ընտրությունները ունենալ ինչ-որ մի թղթի կտոր ցանկացած կարգավիճակի, թեկուզ նախաստորագրված, թեկուզ փոխըմբռնման մի հուշագիր, որը որ նա փորձի թափահարել եւ ասել, ահա տեսեք, ես ձեզ խաղաղություն եմ բերում։ Կարող է արդյոք սա դիտարկվել որպես միջնորդավորված բանակցությունների նոր փուլ, ըստ մասնագետների, սա հերթական զիջումն է լինելու, որին գնալու է Փաշինյանը։ Եթե Հայաստանը մինչև հիմա ըստ էության եղել է այն տրամաբանության մեջ, որ նվազագույնը լոյալությամբ է դիրքավորվել Ադրբեջանի եւ Թուրքիայի թելադրած օրակարգերի հանդեպ եւ նաեւ որոշակի դեպքերում ընդունել է պայմաններ եւ պահանջներ, ապա չեմ կարծում, թե այդ տրամաբանությունը փոխվելու է Անկարայում։ Անկարայում հանդիպումները կամ զրույցները, շփումները կլինեն այդ տրամաբանության մեջ։ Երբ Անկարան հյուրընկալում է նախ Ալիևին, ապա Փաշինյանին, նորացույցի այս համընկնումը պատահական չի թվում։ Էրդողանն ու Ալիևը փաստացի համաձայնեցնում են իրենց օրակարգը նույն սեղանի շուրջ նստեցնելով Հայաստանի վարչապետին, ասում են մասնագետները։ Եվ եթե Բաքվի պահանջներն արդեն հնչել են Զանգեզուրի միջանցքի կամ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, ապա Էրդողանը գործելու է որպես այդ պահանջները փոխանցող ու թերևս ճնշումը բազմապատկող։ Այս պայմաններում Փաշինյանի այցը կարող է վերածվել ոչ թե բանակցությունների, այլ նոր պահանջների ներկայացման հնարավորության, իսկ քաղաքական դաշտում հարցը մնում է նույնը, ինչքան է պատրաստ զիջել Հայաստանի ղեկավարությունը եւ որտեղ է ավարտվում այդ զիջումների սահմանը։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։